Բարի լույս, որքան կարևոր է հավատարիմ մնալ այն խոսքին, որ Տերը ավանդել է մեզ։ Այդ խոսքը, սիրելիներս, նախ եւ առաջ Սուրբ Ավետարանն է, որը մեզ ծանոթացնում է եւ ոչ միայն ծանոթացնում է, այլ նաեւ մեզ կապում է Աստծո հետ, միջոց է դառնում Աստծո հետ փոխհարաբերության։ Որքան կարևոր է հավատարմություն պահել այդ խոսքին, ոչ թե փոխելով այդ խոսքի իմաստն ու նպատակը, հարմարեցնելով սեփական ցանկություններին, այլ հարմարվել այդ խոսքին, դառնալ այդ խոսքի հետևորդը։ Տեսեք Պողոս առաքյալը բազմաթիվ իր պատգամների մեջ ինչ է այսօր պատկանում Տիմոթեոսին. «Եվ դու քարոզիր Աստծո խոսքը, շարունակ հայտարարիր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր, կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով, քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաճով։ Եվ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից։ Բայց դու շարունակ քարոզիր Տիրոջ խոսքը»։ Ահա, սիրելիներ, այսօրվա շաբաթ օրվա մեր պատգամը, շարունակ քարոզել եւ այդ քարոզի հետևորդ լինել Տիրոջ խոսքի։ Գիտեք, թվում է թե հեշտ է, երբ ամեն օր կարդում ես ավետարանը եւ փորձում ես պահել, բայց միաժամանակ բոլոր նրանք, ովքեր հետևում են այս սկզբունքին, պիտի ինձ հետ համաձայնեն, ասելով, որ այո, դժվար է։ Այսօրվա աշխարհում դժվար է Տիրոջ խոսքը պահել եւ ի ցույց դնել եւ կյանքի բերել եւ գործածել, բայց սա է այն առաքելությունը, որ տրված է յուրաքանչյուր քրիստոնյայի վրա։ Ուրեմն, սիրելիներս, մեր այսօրվա հոգևոր նախաճաշի հիմքը այս է. հավատարմություն պահել Տիրոջ խոսքին, հետևել այդ խոսքին, ոչ թե հարմարեցնել խոսքը մեզ, այլ հարմարվել այդ խոսքին, դառնալ իսկապես այդ խոսքը կրողները, որովհետև այս դեպքում է, որ մենք որպես քրիստոնյաներ, որպես այդ խոսքի հետևորդներ, պիտի կարողանանք մեր կյանքը ավելի լավը դարձնել, ավելի աստվածահաճո դարձնել եւ հետևել այն պատգամին, որ Տերը ժառանգել է մեզ ավետարանի միջոցով։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։